Թվում է, թե Պուտինը հանձնեց իր ամենախոշոր գործակալներից մեկին Բաքվում։ Թվում է, թե սա ցույց է տալիս, որ Մոսկվան պարտվեց Բաքվի հետ վերջին ամիսներին սրված դիմակայության ընթացքում եւ հիմա Ռուսաստանի նախագահը ռևերանսներ է անում անգամ իր գործակալներից առնվազն մեկին նվիրում Ադրբեջանին։ Բայց սա միայն առաջին մակերեսային հայացքն է, իրականում պատկերը շատ ավելի խորն է եւ անհանգստացնող, հատկապես Ալիևի համար։ Բանն այն է, որ Բաքուն ռուսական գործակալների որսը վաղուց էր սկսել։ Այդ ալիքի տակ չեզոքացվեց օրինակ Ադրբեջանի գլխավոր շտաբի պետ Սադեղովը, ով նույնպես համարվում էր ռուսամետ գործիչ։ Այն, ինչ Պուտինն արեց Դուշանբեում, թուլության նշան չէր, այլ ուժի սառը ցուցադրություն։ Նա Ալիևին կարծես ասաց. «Այո, դուք մեկին բռնել եք, բայց տես, թե ես ինչ կալիբրի գործակալներ ունեմ քո շրջապատում, որոնցից մեկին ես կարող եմ առանց ափսոսանքի զոհաբերել, իմ մյուս ակտիվները պահպանելու եւ քեզ հաղորդագրություն ուղարկելու համար»։ Հիմա Ալիևը պետք է որ ավելի անհանգիստ լինի, էլ ովքեր են ռուսական գործակալները Բաքվի իշխանական միջանցքներում։ Եվ Ալիևը, հավատացեք, հիմար չէ ու այդ ժեստը հաստատ շատ լավ էլ հասկացել է։ Իր հերթին Բաքուն էլ ակնարկեց, թե իրենք էլ ազդեցության իրենց լծակներն ունեն Ռուսաստանում։ Վառ օրինակն է 10-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Միխայել Գուսմանի պաշտոնակությունը։ Ծնունդով բաքվեցի Գուսմանը, որ տասնամյակներ շարունակ ռուսական փափուկ ուժի խորհրդանիշն էր, պաշտոնակարվեց ամիսներ առաջ Շուշիում Ալիևին ուղղված հարցի եւ նրա հասցեին հնչեցրած գովեստի խոսքերի համար, ինչը կատաղություն էր առաջացրել Կրեմլում։ Ադրբեջանական մամուլն այս իրադարձությունը մեկնաբանեց այնպես, իբր Գուսմանը իրենց մարդն էր, ում Կրեմլը պատժեց Բաքվի հետ կապերի համար։